Բարեողջույն բարեկամներ, ես Տիգրան Խզմալյանն եմ, մենք շարունակում ենք մեր վերլուծական հանդիպումները, թող շուրջ գա ավազե ժամացույցը, առաջիկա 20-22 րոպե մենք կքննարկենք իրավիճակը Հայաստանում և աշխարհում։ Այսօր ապրիլի 20-ն է, իմիջիայլոց Ալոյզի Շիկլգրուբերի ծննդյան օրն է, եթե այդ անունը ձեզ ոչինչ չի ասում, ասեմ այն անունը, որով դուք նրան գիտեք, Ադոլֆ Հիտլեր։ Սկսվում է ապրիլի վերջին շաբաթը։ Հիշեցնեմ, որ 8 տարի առաջ հենց այս օրերին Գյումրիից Երևան հասավ կամ հասնում էր միջին տարիքի, մի քիչ ավելի երիտասարդ տղաների և աղջիկների մի խումբ, որոնք հաջորդ մի քանի օրվա ընթացքում դարձան Հայաստանի նոր իշխանություն։ Կրկնում եմ, 8 տարի առաջ էր, հենց այս օրերին։ Ինչ փոխվեց այս 8 տարիների ընթացքում։ Նրանք առնչվեցին ժողովրդի ոգևորությանը։ Երջանիկ րոպեներ էին ապրում մարդիկ։ Հավատում էին, որ գալիս են փոփոխություններ, որ էլ չի լինի նախկին կոռուպցիան, կեղծավորությունը, օլիգարխների ամենթողությունը, անարդարությունը դատարաններում և այլ ուժային կառույցներում, որ պետք չի լինի Հայաստանից հեռանալ ու երեխաներին պանդուխտ դարձնել աշխարհով մեկ, որ չի լինի պատերազմ, որ Հայաստանը կլինի երջանիկ, արդար, անկախ, ազատ։ 8 տարի անց կարելի է համեմատել ինչը ստացվեց, ինչը ոչ։ Սկսենք ինչից։ Ավելի երջանիկ և ապահով է Հայաստանը, արդյոք։ 3 պատերազմ, 20, 21, 22, 23, ցեղասպանական հայրենազրկում Արցախում։ Օլիգարխները ջանայտացան, մի մասը մնաց, գույնը փոխեցին, մի մասն էլ ավելացավ, անարդարությունը դատարաններում, չեմ կարծում, որ կհաստատեք արդարության հաղթանակը, գիտեմ դա գոնե սեփական մաշկի վրա։ Հույսեր, անվտանգություն, ապահովություն, երջանկություն, կենսամակարդակ, իսկապես ասֆալտ, մոռացա ասֆալտ, ոչ, իրականում ոչ մի լուրջ բան չի փոխվել, որտև չի փոխվել ամենակարևորը, Հայաստանը մնում էր և մնում է ռուսական գաղութ, Հայաստանը չդարձավ պետություն, անկախ, ազատ, առավել ևս եվրոպական, ապագաղութացում տեղի չունեցավ, իսկ մնացածը ածանցյալ է, եթե մենք մնում ենք նույն խցում, ապա ինչ գույնի է խցի վանդակի երկաթե պատուհանները, դա այդքան էլ էական չէ, կարող են լինել երկնագույն կամ վարդագույն, ճաղերը մնացին, վախն ու սարսափը, անարդարությունը, այդ ամենը մեզ հետ է, փոխվեց միայն մեկ բան, Հայաստանը 40,000 քառակուսի կիլոմետր էր, հիմա ավելի քիչ է, քան 30, մեր երկրի 1/3-ը հանձնվեց, մեր երկրի զգալի մասը ազգի բնակչության փախստականներ են,
կամ պատրաստվում են դառնալ փախստական, որովհետև անելանելի, անորոշ, սարսափելի վիճակից մարդիկ արտագաղթում են։ Մեզ ասում են, որ սա պայքար էր Ռուսաստանի դեմ, սուտ է։ Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերսկսվում է ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը, և դա նշանակում է, որ Հայաստանը փաստորեն վերադառնում է ՀԱՊԿ, ՕԴԿԲ, որի մեջ մասնակցությունը կարծես թե սառեցված էր 2022 թվականի հայտնի սարսափելի բախումներից հետո, երբ Ռուսաստանը պարզապես հերթական անգամ հիշեցրեց Հայաստանին, որ մենք դաշնակիցներ չենք, որ Ռուսաստանը մեզ անգամ չի դավաճանել, որովհետև թշնամիները չեն դավաճանում, Ռուսաստանը եղել էր և մնում է և կմնա Հայաստանի ռազմավարական դաշնակից, ոչ, թշնամի։ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի գոյաբանական թշնամին, որի գլխավոր նպատակն է Հայաստանի պետականության ոչնչացումը։ Փաշինյանը ավելացրեց այս կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից։ Արդյոք ես չափազանցնում եմ որևէ բան, այլևս ոչ։ Այդ հայտարարությունից 2 օր շուտ, 2 օր դրանից առաջ, ապրիլի 16-ին, Հայաստանի վարչապետ Փաշինյանը ասեց ևս մի զարհուրելի, զավեշտալի մի բան, թե որ մարդիկ, ովքեր խոչընդոտում են հայ-ռուսական դարավոր բարեկամությանը և համագործակցությանը, օտարերկրյա գործակալներ են։ Խնդիրը միայն այն չէ, որ դա սուտ է, կեղծ է, անարդար, հիմար ձևակերպում, չէ, բանը դա չէ։ Մենք շատ զավեշտալի հիմարություններ ու կեղծավորություններ ենք լսել, բայց այս մեկը յուրահատուկ է, որովհետև դա նրա խոսքերը չեն, դա մեջբերում է։ Հենց այս 2 բառերի կիրառումից ոչ միայն արտասանվելու, այլ կյանքի կոչելու այդ ձևակերպումից սկսվեց Ռուսաստանի գահավիժումը թույլ, իրարամերժ, բայց ժողովրդավար երկրից, ինչպիսին էր թողել այն Բորիս Ելցինը, դեպի դաժան, սարսափելի, մահաբեր բռնապետություն, ինչին դարձրել է այն Պուտինը։ 2010, 11, 12 թվականին սկզբից տասնյակ, հետո հարյուրավոր, հետո միլիոնավոր մարդիկ Ռուսաստանում հայտարարվում էին օտարերկրյա գործակալ և սպանվում էին։ Սախարովը մերժված և մոռացված, Գալինա Ստարավոյտովան մերժված և սպանված, Բորիս Նեմցովը, Նավալնին, որին ասես։ Հետո այդ էստաֆետը ընդունեց Ալեքսանդր Հրիգորովիչ Լուկաշենկոն և նույնպես ջարդ, ոստիկանական ճնշումներ, սպանություններ, բռնաբարություններ, առևանգումներ և Բելարուսի խաղաղ, դինջ, խաղաղասեր ու հանգիստ ժողովուրդը ապստամբեց և ստացավ արյունոտ բաղնից ի պատասխան։ Ոմանք հեռացան, ոմանք լռեցին, ոմանք սպանվեցին, ձերբակալվեցին։ Հետո եկավ Վրաստանի հերթը։ Եվ այդ երկիրը, մեր հարևան երկիրը, որը ժամանակին ժողովրդավարության, ազատատենչության և
հակակայսերական պայքարի ջատագովն ու առաջնորդն էր մեր տարածաշրջանում, հաշված ամիսների ընթացքում դարձավ ռուսական գաղութ, որն ընդունեց և ստորացուցիչ պարտություն Ռուսաստանից, և լռեց փախստականների մասին և զավթված տարածքների, և կրկին օգտագործվեց այդ նույն եզրույթը. եթե չընտրեք մեզ, ասում էր վրացական երազանք իրեն անվանած կուսակցությունը, կլինի պատերազմ, Ռուսաստանը կհարձակվի։ Եթե չընտրեք մեզ, իշխանության կգա պատերազմի կուսակցությունը, ասում էր Իվանիշվիլին, և փող էր բաժանում բժիշկներին, տերտերներին, ուսուցիչներին, հատկապես գյուղական շրջանում, և ձայներ էր գնում։ Հետո մի աննախադեպ բան արեց ընտրությունների ժամանակ, փակեց բոլոր վրացիների բանկային պարտքերը, իպոթեկաները։ Դա լուրջ գումար էր, շուրջ 600 միլիոն ամերիկյան դոլար։ Դա երևի պատմության մեջ ամենամեծ պետական ընտրակաշառքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Այսպես 600 միլիոն դոլարով ծախվեց Վրաստանը։ Ես դա գիտեմ նույնպես իմ մաշկի վրա, որտև 2023 թվականին մեկնել էի Վրաստան, իսով չափ դա իմ հարազատ քաղաքն է, Թբիլիսին, որտև հայրս թիֆլիսեցի է, մեր տունը Սոլոլակիում էր, և ես Թիֆլիսը ընկալում էի որպես հարազատ քաղաք։ Եվ առաջին անգամ կյանքումս ինձ կանգնացրեցին սահմանի վրա վրացիները և թույլ չտվեցին ներս մտնել, որովհետև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, ձեր խոնարհ ծառան, այլևս արդեն 2023 թվականին վտանգ էր ներկայացնում իր ներկայությամբ, ֆիզիկական գոյությամբ, Վրաստանի իշխանությունների համար։ Պահելով ինձ 4 ժամ սահմանի վրա, ինձ հեռացրեցին և հայտարարեցին անցանկալի անձ։ Այնտեղ ես նույնպես համարվեցի օտարերկրյա գործակալ։ Եվ հիմա 2026 թվականին նույն խոսքերը, պատերազմի կուսակցություն, եթե չընտրեք մեզ, պատերազմ կլինի, օտարերկրյա գործակալ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք լսում ենք Հայաստանի վարչապետից։ Մենք վերադարձանք հապկ, մենք դուրս չեկանք Եվրասիական տնտեսական միությունից, մենք չփոխեցինք մեր տնտեսության, քաղաքականության, անվտանգության ուղղությունը, ուղղվածությունը, վեկտորը, երաշխիքները դեպի Եվրոպա։ Մենք խորացրեցինք, ոչ թե մենք, մեր փոխարեն դա արեց այն խումբը, որը խոստանում էր անել հակառակը։ Եվ փաստորեն նրանք հիմա դարձրեցին ընտրությունները Հայաստանում Պուտինի խամաճիկների թատրոն։ Ընտրություններ արդեն չկա, չի լինի։ Այն բեմադրությունը, որը նշանակված է հունիսի 7-ին, դառնում է անիմաստ, որովհետև մեզ զրկում են ընտրելուց, ինչը ընտրենք։ Երկու խումբ, որի ետևում կանգնած են օլիգարխները, իսկ այդ օլիգարխների ետևում կանգնած են ռուսները, ռուս հատուկ ծառայությունները։ Այն, որ Կարապետյանը, Քոչարյանը, մնացածները պրոռուսական են, նրանք չեն թաքցնում։ Դա ուղիղ ասեց Պուտինը ապրիլի 1-ին, խաբեության ու հիմարության օրը հրավիրելով Հայաստանի վարչապետին Մոսկվա։ Նա ասեց, դուք ունեք այնտեղ պրոռուսական ուժեր, խնդրում եմ
չխանգարեք նրանց։ Փաշինյանը չի խանգարում նրանց, նա մրցում է նրանց հետ։ Շատերը Հայաստանում չեն նկատում այս նուրբ տարբերությունը։ Փաշինյանը ոչ թե դեմ է այդ ուժերին որպես գաղափարի։ Հակառակը, նա ասում է այդ գաղափարը կրողը ոչ թե նրանք են, այլ մենք ենք, ես եմ, ասում է Փաշինյանը։ Ահա ինչու։ Ես շարունակ պնդում եմ, որ դա Կիրիենկոյի պլան կես լուրջ, կես կատաղ կոչվող, իրականում Պուտինի իհարկե ծրագիրն է, որ Հայաստանում մրցեն երկու պրոռուսական ուժեր։ Եվ գլխավորը, որպեսզի ազգային ժողով Հայաստանը ոչ մի դեպքում չմտնի որևէ եվրոպական ուժ։ Ահա ինչու ես 2 տարի առաջ 24 թվականին նախաձեռնեցի մի շարժում, որին միացան ևս 2 կուսակցություն, հետո մի տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Եվ նրանք կազմեցին Եվրաքվե սկզբից շարժումը, իսկ դրա իմաստն էր եվրոպական դաշինքը, Եվրադաշինք։ Եվ 2 տարի առաջ ես հույս ունեի, որ մենք 26 թվականին մոտենալու ենք այս ընտրություններին որպես դաշինք, եւ այդ դեպքում մենք անպայման կմտնեինք խորհրդարան։ Ասում եմ կմտնեինք, որովհետև չենք մտնելու, որովհետև իշխանությունները ամեն ինչ արեցին, որ դաշինքը փլուզվի, մեկ առ մեկ։ Ես դա գիտեմ, որովհետև բոլորի հետ, տասնյակ մարդկանց հետ խոսել եմ, առաջարկել եմ նրանց միավորվել, կազմել դաշինք, ցանկացած կոնֆիգուրացիայով, ցանկացած հերթականությամբ, այդ բենականից սկսած։ Ոչ մեկին չեմ դրել որևէ նախապայման, որ ես լինեմ առաջինը, ոչ, միայն թե լինի դաշինք, որովհետև այս ընտրությունները 2 տարի առաջ մեր խումբը հասկացավ դա եւ մենք բարձրաձայնում ենք դա ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմափոխության ընտրություններ պետք է լինեին, չեն լինի։ Իրական ընդդիմությանը ազգային ժողով չեն թողնի օլիգարխները երկու կողմից, որոնց ետևից կանգնած է Ռուսաստանը։ Հիմա նաև Ադրբեջանն է միացել նրանց։ Բաքուն ու Մոսկվան միասին են որոշում Երևանի, Հայաստանի ընտրությունների ճակատագիրը։ Ընտրություններն արդեն կանխորոշված են։ Դառ բան եմ ասում, շատ դառը, դառնությամբ եմ դա ասում։ Ես մասնակից եմ այդ գործընթացի, ահա իմ դառնությունը որտեղից է։ Ես պատասխանատվություն եմ կրում դրա համար։ Եվ ես տեսնում եմ, որ իմ գործընկերները համաձայնվեցին չկազմել դաշինք, գնալ միայնակ։ Ես գիտեմ, որ առանձին, երբ որ վերջում գումարենք այն կես տոկոսը, 1.5%, 2.5%, ինչ կհավաքեն կամ կհավաքեին առանձին այդ մարդիկ կամ կառույցները, մենք կարող է պատահի ավելի շատ հավաքենք, քան երրորդ անցողիկ ուժը, որտեղ 3 կուսակցություններ պետք է լինեն խորհրդարանում ըստ օրենքի։ Այդպես եղավ 21 թվականին։ Միասին գումարված մենք ավելի շատ ենք հավաքել։ Նայեք թվերը։ Նույնը կլիներ եւ այս անգամ, բայց այս անգամ արդեն 25 թվականին ուղիղ 1 տարի առաջ որոշում էր ընդունվել Մոսկվայում, իսկ հետո դրան միացավ նաև Բաքուն։ Եվ իրենք միասին ամեն ինչ են անում, որպեսզի Հայաստանում ոչինչ չփոխվի, որ Հայաստանը մնա այսպիսին՝ թույլ պրոռուսական գաղութ, որի միակ տարբերությունը, այսինքն կառավարության եւ նշանակված, ընտրված արդեն ընդդիմության պրոռուսական, այն է, որ կառավարությունը ռուսական կախվածությունին ուզում է ավելացնել նաև կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սա է միակ հիմնական տարբերությունը։ Մնացած ոչ մի տարբերություն դուք չեք գտնի։ Ես չեմ կարծում, որ դուք ցուցանակների փոփոխությունը, անունների փոփոխությունը կշփոթեք իրական բարեփոխումների հետ։ Ժողովրդավարությունը դա իշխանությունների բաժանումն է, օրենսդիր, գործադիր եւ դատական։ Դա դատական իշխանությունների անկախությունն է։ Դա է ապահովում
արդարությունը։ Իսկ դուք ուր եք դիմում, երբ որ անարդարության հետ եք առնչվում։ Ուր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, չէ՞։ Այո։ Ուր եք դուք դիմում, երբ մենք հիվանդանում ենք եւ կյանքի ու մահվան հարց է կանգնած մեր հարազատների առջև։ Եվրոպական առողջապահությանը։ Ում ենք մենք դիմում, ուր ենք մենք դիմում, երբ պետք է մեր զավակներին լավագույն կրթություն տալ։ Եվրոպա։ Իսկ հիմա Եվրոպան նաև դառնում է մեր աչքի առաջ ռազմական հզոր դաշինք։ Իրենք արդեն քննարկում են առանց Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի ռազմական դաշինք։ Դրան միանում են Բրիտանիան, Նորվեգիան, Կանադան է միանում եւ Ուկրաինան։ Իսկ Հայաստանը ոչ։ Եվ դες շարունակում են խաբել, որ չգիտեք, մենք խորամանկ ենք գտնվել եւ այսպես են գնում Եվրոպա, որ ոչ ոք չնկատի։ Ու ինձ ասում են, «Էս ինչ եք բայղուշություններ անում, չէ՞ որ Եվրոպան օգնում է Հայաստանին»։ Այնա վերջերս փող ուղարկեց 200 միլիոն, հետո եւս 170 միլիոն։ Այո, ես գիտեմ։ Ձեր թոշակների այդ 10,000 հենց այդ եվրոպական ուղարկած փողերից է։ Էդ էլ գիտենք։ Այն որ արևելյան մեր սահմանը ապահով է եւ ադրբեջանցիները չեն հանդգնում խորանալ, բացի այն հատվածներից Սյունիքում եւ Տավուշում կարծեմ, որտեղ համրապնդվում են։ Դա եվրոպական դիտորդների շնորհքն է, որի մասին Հայաստանում չեն խոսում։ Հարմար չէ նման բան խոսելը։ Եվ արդյունքում, կրկնում եմ, ստացվում է, որ եվրոպական ուժերը Հայաստանին պետք չեն։ Իսկ այն, որ Եվրոպան մայիսին գալու է, այստեղ դա որոշված էր վաղուց, բայց գիտեք ինչ, եկեք չշփոթենք, Հայաստանը ոչ ռեստորան է, ոչ էլ հյուրանոց, որտեղ կարող են գալ մարդիկ Եվրոպայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Միջին Արևելքից։ Գնում են, նստում են, ուտում են, խմում են, կենացներ են լսում, կենացներ են ասում, հետո հեռանում են։ Իսկ հյուրանոցը մնում է, հետո ուրիշ մարդիկ են գալիս։ Մենք հյուրանոց չենք։ Մենք պոռնկատուն չպետք է դարձնենք մեր երկիրը, մենք պետք է որոշենք։ Մենք պետություն ենք կառուցում։ Չկառուցեցինք մինչև հիմա, որովհետև աշխարհաքաղաքական որոշումը 35 տարի շարունակ չի ընդունվում։ Ինչ է նշանակում, մենք կմտնենք, եթե Եվրոպան մեզ ընդունի։ Եվրոպան ընդունում է մեզ, քվեարկել է բազմաթիվ անգամ։ Ինչ է նշանակում, կմտնենք, երբ որ պատրաստ լինենք։ Պատրաստ չենք լինի առանց Եվրոպայի օգնության, առանց ֆինանսական, կազմակերպչական, տեխնիկական, տեխնոլոգիական, ռազմական օգնության Եվրոպայի մենք չենք պատրաստ լինի Եվրոպա մտնելու։ Չենք լինելու պատրաստ, որովհետև ոչ մի չինովնիկ չի ցանկանա ապրել ու աշխատել եվրոպական ոճով, թափանցիկ հաշվետու լինել։ Ինչի համար, եթե կարելի է ասիական ձևով, գողանալով, պարգևավճար ձևակերպելով, անպատիժ, խաբելով, ստելով, կեղծելով։ Քանի մարդիկ ձեր աչքի առաջ գայթակղվեցին եւ փչացան, որովհետեւ չկա վերահսկողություն եվրոպական, չկա հաշվետվություն եվրոպական, չկա արդարություն եվրոպական, պետության համար չկա, ուրեմն չկա պետության մեջ, ուրեմն չկա քաղաքացու համար։ Ահա ինչից ենք մենք զրկվում, ահա ինչու ենք մենք ձգտում լինել Եվրոպայում, հանուն Հայաստանի անվտանգության ու պաշտպանվածության, հանուն Հայաստանի զարգացման, տնտեսական, քաղաքական, մշակութային։ Ահա ինչի համար էր ստեղծված Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ Եվրադաշինքը։ Ահա ինչու մեզ մեկուսացրեցին, արգելում են երևալ
հանրային հեռուստատեսությամբ եւ որևէ եթերային հեռուստատեսությամբ, անգամ այսպես կոչված ընդդիմադիր ալիքները։ Ինչու մենք շփվում ենք միայն այսպես եւ միայն ձեր բաժանորդագրվելու, զանգակ սեղմելու, լայք կամ դիզլայք դնելու շնորհիվ մենք գոնե կարողանում ենք իրար հետ խոսել։ Որովհետեւ ես ձեզ ասում եմ այն նույնը, ինչ ժամանակին ասում էի Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեի ու կասեմ ցանկացած մեկին։ Միայն անկեղծությունն ու ճշմարտությունն է փրկելու մեր երկիրը։ Այսպես որ ընտրությունները դարձել են Վլադիմիր Պուտինի խամաչիկների թատրոն։ Ընտրություններում հաղթում է Պուտինը եւ Ալիևը։ Պարտվում է ընտրություններում հայ ժողովուրդը։ Սա արդեն պարզ է։ Մեզ ոչ միայն մեր գործընկերներն են մերժել, նրանց ստիպել են անելու դա։ Դուք կլսեք, որ չէ, այդպես չէ, իսկ ինչպես է։ Մենք ենք ստեղծել Եվրաքվեն, 60,000 ստորագրություններ, նախաձեռնություններ, դուք միացաք դրան, շնորհակալություն, դուք օգնեցիք մեզ դա անելու, փառք ու պատիվ ձեզ։ Բայց ինչու դուք հիմա անցաք Փաշինյանի կողմը, որովհետև նա արեց ձեզ առաջարկ, որից դուք չկարողացաք հրաժարվել, հա? Չէ՞ որ դուք ստորագրել եք մեր հուշագիրը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է։ Մենք աջակցելու ենք կառավարության այն քայլերին, որոնք տանում են դեպի եվրոինտեգրում Հայաստանը։ Մենք դիմադրելու ենք այն քայլերին, որոնք հետ են պահում Հայաստանը եվրոինտեգրումից։ Միթե դուք չեք լսում ինչ է ասում նա։ Միթե դուք չեք լսում, որ Հայաստանը վերադառնում է Ռուսաստանի հետ ռազմատեխնոլոգիական, տեխնիկական համագործակցության։ Դա ինչ է նշանակում։ Ասեմ ինչ, որ Հայաստանը դուրս չի գալիս ՕԴԿԲ-ից, հապկից, այսինքն ոչ մի ֆրանսիական զենք, հնդկական զենք չի լինի։ ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ չենք ունենալու։ Այդ ո՞նց եք դուք պատրաստվում հզորանալ, եթե Եվրոպան, ՆԱՏՕ-ն կամ առանց ՆԱՏՕ-ի Եվրոպան չի օգնելու մեզ, որովհետև մենք թշնամու դաշնակիցն ենք, նրանց թշնամու։ Այստեղ ոչ մի արդիական զենք չի մտնի։ Դրոն, հակադրոն, ոչ մի լուրջ զենք, որովհետև նստած են լինելու ռուս գործակալները, ինչպես նստած են նաև հիմա։ Դուք դրան եք համաձայն։ Սա անվտանգության հարց է, չէ՞։ Մեր երեխաների անվտանգության, մեր։ Ես դա ասում եմ որպես երկու պատերազմների մասնակից։ Դուք երրորդ պարտություն եք պատրաստում, հա։ Համաձայն եք դրան։ Պատրաստ եք տեխնոլոգիական այն անկմանը, երբ մեր երկաթուղին պատրաստ են տալ Ղազախստանին։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում։ Ես ինձ վրա եմ վերցնում իմ մեղքը, մեր կուսակցությունը իր պատասխանատվության չափը վերցնում է իր վրա։ Այո, մենք հավատացինք ձեզ, մենք հավատացինք ձեր անկեղծությանը, եւ մենք հույս ունենք, որ դուրս կգանք դաշինքով, որտեղ միայն դաշինքով մենք կարող ենք փոխել այս սարսափելի ընթացքը դեպի անդունդ, դեպի չգոյություն, միայն դաշինքով, միայն միասին։ Մենակ չեք կարողանա ոչ մի բան անել, ու չեք էլ ուզում փաստորեն, եթե անկեղծ լինեիք, մենք կլինեինք միասին, դաշինքով։ Իսկ աշխարհը շարունակում է եռալ, Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի բացելու մասին, հետո ժամեր անց ռազմական շրջանակները հերքեցին դիվանագիտական շրջանակների առաջարկը։ 2 օրից լրանում է վերջնագիրը, ժամկետը Թրամփի վերջնագիրը Իրանին։ Հավանաբար այն կշարունակվի,
կհետաձգվի, կլինեն նոր բանակցություններ, բայց պատերազմը չի ավարտվում, որովհետև սա պատերազմ է ոչ թե Իրանի դեմ, սա համաշխարհային պատերազմի մի մաս է։ Եվ Միացյալ Նահանգները պատերազմ են վարում սեփական գերակայությունը ապահովելու, դոլարի գերակայությունը ապահովելու, եւ գլխավոր թիրախն է Չինաստանը, հետո նաեւ Ռուսաստանը, որը պետք է գավիշի դանդաղ, վերահսկելի, եւ մարդիկ, ովքեր հիմա շարունակում են բռնվել Ռուսաստանից, պարզապես երկարացնում են մեր երկրի գահավիժումը։ Ապրիլը ողբերգությունների ամիս է նաեւ մեզ համար։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել իրավիճակը, կիսվել մեր կարծիքներով ձեզ հետ, անկեղծ եւ ճշմարիտ։ Միգուցե մենք սխալվենք, բայց խոստանում եմ, որ մենք կմնանք անկեղծ։ Եթե ուզում եք լսել մեզ, եթե ուզում եք առարկել կամ աջակցել մեզ, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքները։ Մենք լսում ենք բոլորիդ եւ շնորհակալություն, որ լսում եք մեզ։ Հաջող շաբաթ մեզ բոլորիս։ Աստված մեզ հետ, ցտեսություն։